Ներքին գործերի նախարարությունում պաշտոնանկությունները հաջորդում են մեկը մյուսին։ Նախարար Արփինե Սարգսյանի հրամանով ծառայությունից ազատվել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանը եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վերլուծական վարչության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։ Վերջին 3 տասնամյակներում եւ ՆԳՆ-ում եւ երբ ՆԳՆ չկար, բայց հասկանում եք նկատի ունեմ ոստիկանություն միշտ եղել են եւ կլինեն փոփոխություններ, պաշտոնանկություններ, ինչն է այդտեղ արտասովոր։ Մինչ համայնքային ոստիկանությունում պաշտոն զբաղեցնելը Բդոյանը քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետն էր։ Պաշտոնից ազատվել էր Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի եւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի սպանությունից 2 օր անց։ Բայց ուշագրավ է, որ այս պաշտոնանկությունից կարճ ժամանակ անց Բդոյանը նշանակվել էր համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վերլուծական վարչության պետի տեղակալ։ Իրավապահ մարմիններում ընդունված, ասենց ասած, կարգապահական գրված կամ չգրված կարգապահական սանկցիաներից մեկը դա պաշտոնի նվազեցումն է։ Որքանով այս պաշտոնանկությունները կապ ունեն վերջին շրջանում տեղի ունեցած աղմկոտ սպանությունների եւ նախորդ շաբաթվա ազատումների հետ։ Ես չեմ բացառում, որ եկել են այս ծառայությունների նոր ղեկավարներ, համայնքային ոստիկանության նոր ղեկավար, ղեկավարի պաշտոնակատար եւ բարեկային ծառայության նոր պետ, որոնք որ որոշել են, որ այս կադրերը չեն համապատասխանում իրենց ակնկալիքներին եւ առաջարկել են այդ կադրերին փոխել։ Այդուհանդերձ ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոնիսյանը դրական է համարում բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի պաշտոնանկությունը։ Ըստ հրապարակումների Իսախանյանը 2024 թվականի մայիսի 31-ին արտգործնախարարության շենքի դիմաց բախումների ժամանակ պատռել էր ակցիայի մասնակիցների հագուստները։ Մենք մի շարք խնդիրներ էինք տեսնում Իսախանյանի կողմից մենեջմենթի մեջ, Իսախանյանի կողմից նշանակող առաջնահերթությունների մեջ, Իսախանյանի կողմից դրվող բարեվարկության նշաձողի մեջ։ Առանց պարզաբանումների պաշտոնանկությունները կարծես սովորական են դարձել։ Վերջերս վարչապետի որոշմամբ պաշտոններով փոխվել էին Արամ Ղազարյանն ու Կամո Ցուցուլյանը։ Հունվարի 19-ին Կամո Ցուցուլյանը նշանակվել էր ոստիկանության պետ, իսկ Արամ Ղազարյանը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն։ Ներքին գործերի նախարարը իր ասուլիսին միայն ասել էր, որ դա հերթական կադրային փոփոխությունն է։ Սարգսյանի հրամանով 3 ազատվել են նաև նախարարության ֆինանսա-բյուջետային ու տնտեսական վարչությունների պետերը։